Պարոն Բազենյան, եթե գազի սակագրի մեջ փոփոխություն լինի կամ սահմանափակումներ Հայաստան ներկրող գազի մեջ էլեկտրաէներգիայի մատակարարի բավարարի ժողովրդի դեպ ունենանք այնպիսի իրավիճակ, որ ունեցավ դեկտեմբերի։ Նախ գազի սակագնի փոփոխությունը անմիջապես կազդի էլեկտրոէներգիայի սակագնի վրա, ինչ-որ մասով, եւ երկրորդը տարեկան որոշակի ժամանակով ատոմակայանն է կանգնում։ Արևային կայանները գիշերը չեն կարողանում արտադրանք տալ եւ չունենք ակումուլյացիոն այդ համակարգը, որպեսզի կարողանանք կուտակել եւ անել։ Այսինքն միանշանակ այդ խնդիրը կլինի, այստեղ արդեն այլ հարց է, թե ինչպես կփորձեն փոխհատուցել, աստված չանի իհարկե գազի սակագինը թանկանա, չգիտեմ ինչի համար է դա հարցնում, բայց ճիշտ ասած ես էլ եթե Եվրոպացում $1000 այսօր պատրաստ է, որ հարգելի լրագրողներ, մենք որ անընդհատ ասում ենք, թույլ ղեկավարը չի կարող բանակցել, թույլ ղեկավարը չի կարող, գիտեք, փողոցում էլ այդպես, կյանքում էլ այդպես, մեր աշխատավայրերում էլ այդպես, երբ որ մարդ մի բան խոսում է հետևից, չգիտեմ, աշխարհի վատ բաները գնում դիմացը, մենք անմիջական լավ շփում ունենք, մենք իրար հետ լավ գործընկերներ ենք, մեր պետությունները ռազմավարական գործընկերներ են, ախր մեղադրելու չէ ոչ Ռուսաստանին, ոչ այլ գերտերության, ոչ ամենափոքր տերության, չեն վստահել, լուրջ չեն ընդունել, լավ այսպես ասեմ։ Պարտված ղեկավարը ինքը հայտարարելով, որ Ադրբեջանի մասը մեր տունն է, այստեղ Ռուսաստանի, Ամերիկայի ոչ մեկի խնդիրը չի։ Եթե անգամ Ռուսաստանը երկու անգամ հայտարարել է որպես, ինչպես նշվեց, չէ, որպես Արցախը Ադրբեջանի մաս, դու ինչ իրավունք ունես հայտարարես։ Անկախ նրանից 10 անգամ Ամերիկան հայտարարել, 50 անգամ Ռուսաստանը հայտարարել, դու ինչ ես հայտարարել։ Այդ ամբողջը մի պարզ բան ունի։ Այստեղ լուծումը մի հատ է։ Թույլ ղեկավարը չի կարող մեր կողմից լինել բանակցող, նամանավանդ այսօրվա աշխարհաքաղաքական այս խառը իրավիճակում վերջինաշով քարտեզային փոփոխություններ են, չէ՞ տեղ ունենում նաև աշխարհում։ Մենք որտեղ ենք։ Ոչ միտեղ, ընդհանրապես ոչ մեկ լուրջ չի ընդունում, որովհետև մեր անունից բանակցում է մի մարդ, որը, չգիտեմ, չի կարող ուղղակի բանակցել։